Ողջույն հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանի ներկայացուցիչներով այս պահին գտնվում ենք Արագած գյուղում եւ իրականացնում ենք մեր քարոզարշավը։ Տեղեկացնեմ նրանք, ովքեր չգիտեն, Արագածից է ՔՊ-ի թեկնածուն եւ մենք բազմիցս նշել ենք, որ գործ ունենք ուրացողների դաշինքի հետ, որը ներկայացնում է իշխանությունը։ Մեկը հոր անցած ուղին է ուրացել, մյուսը եղբոր անցած ճանապարհն է ուրացել եւ մենք վաղաշապատցիներին կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ մերժել ուրացողների դաշինքին, իսկ մենք Մայր Հայաստանն ենք, թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Հիմա շարժվենք արդեն գյուղի տարածքով եւ կներկայացնենք մեր մոտեցումները գյուղացիներին։ Արագած գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ բոլորին կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրությունների, ինչ է առաջարկում ձեզ Մայր Հայաստան կուսակցությունը։ Մայր Հայաստան կուսակցությունը վաղաշաբաթ խոշորացած համայնքի բնակիչներին առաջարկում է մանկապարտեզների անվճար լինելը, եկեղեցին պաշտպանված լինելը, դուք այսօր պիտի ընտրեք այն մարդկանց միջև, ովքեր որ կանգնած են եկեղեցու կողքը, կանգնած են համայնքի բնակիչների կողքը, ուստի ձեզ բոլորին կոչ ենք անում, անպայման մասնակցեք ընտրությունների եւ ձեր ձայնը տվեք համար 4 քվեաթերթիկը։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Հիացի, Որ փոխեք, հիացի, որ փոխեք։ Արագած գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ավականու արտահերթ ընտրությանը եւ մերժել ուրացողների դաշինքին։ Մենք ընտրողներին առաջարկում ենք քաղաքական մոտեցումներ եւ ծրագրային մոտեցումներ։ Սրանք ի հակադրություն մեզ կեղծ քրեական գործեր են կալում։ Մենք ակնկալում ենք վաղաշապատցիների ակտիվ մասնակցությունը եւ նրանց օգնությամբ հուսով ենք, որ պատմության աղբանոց ենք ուղարկելու քաղաքացիական պայմանագրին եւ նրան կցվածներին։ Ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Նախ թաքնվել է, չի մասնակցում ընտրություններին, որովհետեւ ասելիք չունի, արածը ցույց տալու բան չունի, որովհետեւ հասկանում են, որ իրենք գերցածր վարկանիշ ունեն։ Փորձել են դիմել աշխարհարության, խոյ համայնքը գողացել են խոյի բնակիչներից, գործնականում լուծարել են խոյ համայնքը եւ արհեստականորեն միացրել են վաղաշապատին այն հաշվարկով, որ իբր խոյից կարողանալու են մեծ ձայներ կորզել եւ իրենց ցածր վարկանիշը էջմիացնում դրանով կոմպենսացնել։ Այս մեր բոլոր հանդիպումները խոյ համայնքի արդեն 16 գյուղերում, մնացել է 2-ը, դա էլ վաղը կանենք։ Խոյ համայնքի գյուղերով անցել ենք եւ արձանագրել ենք, որ ՔՊ-ն մերժված է ոչ միայն էջմիացնում, այլ նաև խոյ համայնքում։ Իրենք շատ լավ գիտեն իրենց ցածր վարկանիշի մասին։ Այն թեկնածուն, ում իրենք առաջադրել են, ուրացել է սեփական հոր անցած ուղին եւ միացել է մյուս ուրացողին, ով ուրացել է սեփական եղբոր անցած ուղին։ Մենք կարծում ենք, որ Արագածի բնակիչները, Արագածի ընտրողները
իրենց հուշկու պատասխանը կտան ուրացողների դաշինքին, որովհետև չի կարելի ուրանալ սեփական հոր անցած ուղին ու համարել, որ Արցախը թոք է եղել Հայաստանի վզին։ Իրականում քաղաքացիական պայմանագիրն է թոք Հայաստանի վզին։ Դա թուրք-ադրբեջանական թոք է, դա թոք է Արագածի բնակիչների վզին, որոնք կերեկվում են հարկերով, տունքերով և մնացած կոռուպցիոն դրսևորումներով։ Մենք համոզված ենք, որ Արագածի ժողովուրդը արժանապատիվ քվեարկություն է իրականացնելու և մերժելու է սեփական հորանցած ուղին, մերժող տեխնացուին։ Եթե մարդը սեփական հորանցած ուղին է ուրանում, ուրեմն կունալա համայնքը, հայրենիքը, հայությանը։ Մենք Մայր Հայաստանն ենք և այս ընտրություններին մասնակցում ենք ծրագրային լուրջ հիմքով, քաղաքական հզոր թիմով և այն գաղափարախոսությամբ, որը հանուն մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու է, հանուն մեր պետության է, հանուն մեր համայնքի է։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխեք, միացիր։ որ փոխեք։ Հարգելի Արագածի բնակիչներ, դուք բոլորդ հետևել եք ընտրությունների քարոզարշավին և տեսել եք, որ մենք ծրագրային դրույթներով ենք հանդես գալիս։ Մենք քաղաքական ձևակերպումներով ենք հանդես գալիս։ Սրանք մեզ հակադրելու ոչինչ չունեն։ Սրանց կողմից հակադրությունը, բարև ձեզ, սրանց կողմից հակադրությունը միայն քրեական կեղծ հետապնդումներն են և ծրագրի իսպառ բացակայությունը։ Ձեր գյուղի համար, բարև ձեզ, ողջունում ենք ձեզ։ Ձեր գյուղի համար շատ կարևոր է մերժել ուրացողների դաշինքին, որովհետև սա բոլորիս պատվի ու արժանապատվության խնդիրն է։ Իրենք ասելիք ու անելիք չունեն։ Իրենց ասածն ու անելիքը մենք տեսել ենք թալանի տեսքով, կոռուպցիայի տեսքով, գների բարձրացման տեսքով։ Սրանք հույս ունեն, որ իրենց կցված թուրքական 5-րդ շահասան հետ միասին կարողանալու են ձեզ խաբել, քվեները կորզել ու այսպիսի ճանապարհներ ձեզ մատուցել թալանված համայնք, ձեզ մատուցել ջերմոցների համար գերթանկ վճարներ, ձեզ մատուցել վճարովի մանկապարտեզներ և ի վերջո ձեզ մատուցել կեղծ պատարակներ։ Մայր Հայաստանը հանուն մեր եկեղեցու, հանուն մեր համայնքի, հանուն մեր պետության է մասնակցում այս ընտրություններին և մենք ակնկալում ենք ձեր լիակատար աջակցությունը։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք, միացիր։ Ոստաններ դում էր դպրության, տապսի ոչտավ, նոր պայքարի ողջայության։
Ինգատի սրտին ու անհավատի մայր տաճարի լույսը հորի Ես պահպանի աստողորդին Սերին բալաշապատ սուրդին Էջ միացին իմ մայր Հայաստան Սերին բալաշապատ սուրդին Էջ միացին իմ մայր Հայաստան Ողջույն սիրելի բնակիչներ, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, մենք ներկայանում ենք համար 4 քվեաթերթիկով, սիրելի Արագածի բնակիչներ, ձեր այսօրվա արժանապատվությունը, ձեր այսօրվա ձայնն է, և որպեսզի Արագածը ունենա արժանապատիվ համայնք, պետք է մերժի քաղաքացիական պայմանագրին և հնարավորություն չտա շարունակել իր այս ապիկար գործը։ Սիրելի բնակիչներ, մենք Մայր Հայաստանն ենք, մենք այն կուսակցությունն ենք, ովքեր որ ինքնակամ են, ինքնուրույն են, կցորդը չեն ոչ մեկի, ոչ նախկինների, ոչ ներկաների։ Սիրելիներս, տվեք մեզ հնարավորություն, ծանոթացեք մեր ծրագրերին և ձեր քվեով հնարավորություն տվեք ի կատար անել այն բոլոր ծրագրերը, որը որ ներկայացրել ենք ձեզ։ Սիրելիներս, մենք հայ եկեղեցու կողքին ենք, մենք հայրենիքի կողքին ենք, մենք հայ արժանավոր զավակի կողքին ենք, և որպեսզի իրագործենք մեր բոլոր ծրագրերը, թույլ տանք մեր երկիրը շարունակի արժանապատիվ, արժանավայել ապրել, տվեք մեզ հնարավորություն։ Նոյեմբերի 16-ին գնալով ընտրատեղամաս, կատարելով ընտրություն, ձայնը տալով Մայր Հայաստան կուսակցությանը։ Եվ ուրեմն, Մայր Հայաստան, համար 4, և եթե ուզում եք փոխել, միացիր, շնորհակալություն։ Արագած գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ բոլորից կոչ ենք անում ակտիվ մասնակցեք ընտրություններին և ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը։ Ինչ է կատարվում հարգելի բնակիչներ, մենք այսօր մեր ծրագրերն ենք ձեզ ներկայացնում, իսկ նրանք մեր դեմ փորձում են գործեր կարել, բայց ուզում եմ ասել, նշել, որ դա մեզ չի խանգարում և չի վախեցնում։ Ուստի բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Նորից ողջունում ենք Արագածի բնակիչներին, Մայր Հայաստան կուսակցությունն է ձեզ ներկայանում Գրիշա Հարությունյանի, Դավիթ Կարապետյանի առաջնորդությամբ։ Սիրելի Արագածի ժողովուրդ, ձեզ ուզում ենք տեղեկացնել, որ Խոյ համայնքը և Վաղաշապատ խոշորացված համայնքը միացնելով իրար, քաղաքացիական պայմանագիրը ՔՊԱ-ական Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ և Հանրապետություն կուսակցության հետ ուզում են Վաղաշապատից դարձնել Երևանը, Վաղաշապատը դիտարկելով Թալանի մի նոր աղբյուր, ձեզ էլ դարձնել Թալանի մատերիալ։ Այս պահին գտնվում ենք ՔՊԱ-ական Արգիշտի Մեխակյանի բնակավայրում Արագածում, շատ պարզ օրինակ, հիմա կարող եք նայել փողոցների վիճակը, թե ինչպես է մարդը ղեկավարել խոշորացած համայնքը։ Սա, խնդրեմ, նույն վիճակն է, եթե սա մի թեթև անձրևային վիճակը դառնա, եղանակ դառնա, նույն լինելու է Երևանի վիճակը։ Խայտարակ փողոցներ, ոչ մի ասֆալտապատում, հենց այս մարդը այս կարգի կառավարել է իր բնակավայրը, դե պատկերացրեք ոնց է պատրաստվում ղեկավարի Էջմիածինը Վաղաշապատ խոշորացած համայնքում։
դուք ձեր մասնակցությամբ ակտիվ մասնակցեք մեր քաղաքացիական պայմանագրին, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը, ինչպես Երևանում այստեղ նույնպես պատրաստվում է մեր թիմը կռիվ տալ, ուղղակի Երևանում մեր երևանցիների քիչ մասնակցության արդյունքում ներքի պայմանավորություն ձեռք բերեցին Արամ Զավենի Սարգսյանի հետ եւ զավթեցին իշխանությունը, այստեղ թույլ չենք տալու, դուք միանշանակ համոզված եղեք ձեր օգնությամբ այնպես է կանելու, որ քաղաքացիական պայմանագիրն ու հանրապետությունը զրկվեն իշխանությունից։ Իսկ երեք այս քաղաքացիական պայմանագրի խմբակի հովանավոր, այսպես ասած, ով որ խոսք էր տվել 60% ձայն խփի, ինչպես Փարաքարում էր խոսք տվել, Խուդիացյան Դավիթ։ Այս մարդը երեք արտահայտություններ էր անում, հիմա թողել է քարոզարշավը հարձակվել է Մայր Հայաստան կուսակցության վրա։ Դուք չեք կարող ոչ մի բան անել, Խուդիացյան Դավիթ։ Ձեր միակ հույսը մնացել է ապօրինի գործեր կարելը, փորձեք, շարունակեք փորձել կարել գործել, կռիվ եք տանի նկարների հետ, բայց ամբողջ Էջմիածին քաղաքը տոնածառ է դարձել, Արգիշտի Վերթակյանն աստղել սարքը տոնածառի, ոնց թեքվում եք ինքնը։ Հիմա կռիվ տուն, ինչքան կարաս կռիվ տուն, ինչքան կարաս սևացու, բայց քեզ խոսք եմ տալի, դու շատ մեր ու այսպես ասած նոր ուրեղության մեջ է զարթնելու, Կիրակի օրը ընտրությունի արդյունքներից հետո երկուշաբթի քեզ նոր սուրպրիզներ է սպասում, քո այսպես ասած 50+ խփելը շատ վատ անդրադարձ ունենալու ու Էջմիածնեցի վաղաշաբաթի ձեզ ուղարկելու է պատմության աղբանոցը։ Խուդիացյան Դավիթ փորձի սևացնել Մայր Հայաստան կուսակցությանը, իսկ Մայր Հայաստան կուսակցությունը իր գործը լավ գիտի։ Մենք մասնակցելու ենք, որ դուք մերժվեք, ու դուք մերժվելու եք 16-ին Կիրակի օրը։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Արագածի արգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, քվեաթերթիկ համար 4, նոյեմբերի 16-ի ընտրություններին մենք մասնակցում ենք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին եւ նրան կցվածներին մերժելու եւ նոր իշխանություն ձևավորելու նպատակով։ Ինչ են անում սրանք։ Սրանք գործեր են կարող մեր ցուցակը վաղաշաբաթում գլխավորող Գրիշա Հարությունյանի ու Դավիթ Կարապետյանի դեմ։ Հոտոտել, քուճուճեն արել երևի ինչ-որ թուղթ են մոգոնել, որը փորձել են դնել այդ կարված գործի հիմքում։ Եթե հոտոտում եք, հիմա այսպես ուղղություն ասեմ, գնացեք ձեր ամբողջ թիմով հոտոտեք։ Երբ որ Գրիշա Հարությունյանը ստանձնել է Դողս համայնքի ղեկավարումը, բյուջեի մնացորդը եղել է 86,000 դրամ, երբ որ հանձնել է, կազմել է ավելի քան 7 միլիոն դրամ։ Դավիթ Կարապետյանը, երբ որ 2001-ին ստանձնել է Ծաղկունք համայնքի ղեկավարումը, բյուջեն ունեցել է մինուս 37 միլիոն դրամ, հետո 2021-ին հանձնել է բյուջեն պլյուս 38 միլիոնով։ Դե գնացեք ու հոտոտեք, քուճուճարեք, բայց նայեք վերջում ինքներդ ձեր վրա դուրս չգաք։ Այդ շատ կարևոր հանգամանք է։ Եվ ամենակարևորը, մեր մոտ ցուցակում հայտնվել են այնպիսի սկզբունքային մարդիկ, զորօրինակ Դավիթ Կարապետյանը, Գրիշա Հարությունյանը, Մանվել Բաբայանը եւ մյուսները, ովքեր իրենց պատվից ցածր են համարել ձեր հետ աշխատելը եւ 21 թվականին կամովին հրաժարվել են համայնքը ղեկավարելուց։ Դրանից հետո դուք հասկանալով, որ ոչինչ չեք եւ ձեզանից ոչինչ չեք ներկայացնում, խոյ համայնք եք սարքել եւ գյուղերի ղեկավարումը դարձրել եք նշանակովի։ Մեր ցուցակի մարդիկ եղել են ընտրովի, դրանք էական տարբերություններ են։ Եվ հիմա դուք չկարողանալով մեր դեմ որևէ բան հակադրել, փորձում եք գործ կարել ու այն տղային, որ առաջադրել եք Արագած գյուղից, ուզում եք ներկայացնել որպես օդից լուսնից ընկած մի տղա մեր միջար, որը ինքը կապ չունի ՔՊ-ի հետ։ Ուրեմն Արագածի սիրելի բնակիչներ, հարգելի վաղաշաբաթցիներ, հարգելի ընտրողներ, դուք մի պարզ բան իմացեք, ձայնը տալով ՔՊ-ին եւ
նրանց ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին դուք քվեարկում եք Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի, Փաշազադեի, Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերի համար։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն, մասնակցել ընտրություններին եւ վրընդել ՔՊԱ-ական խմբակին Վաղաշապատի վրայից։ Ձեր քրեակությամբ քերեք, մաքրեք եւ պատմության գիրք ուղարկեք այս անփառունակ իշխանությանը։ Վաղաշապատում իշխանափոխությունը կնպաստի ամբողջական իշխանափոխությանը։ Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, ողջունեք, միացիր։ ողջունեք։ Մայր Հայաստան կուսակցություն գլուխավորությունը Դավիթ Կարապետյան, Վերսինե Նիկոչյան, Քրեատիվ Համաշխարհ, միացիր։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեատիվ Համաշխարհ, միացիր եւ փոխանակ։ Սերին վարաշապատ սուրին Ինչ միացի իմ այ Հայաստան Վարաշապատ Ոստանն ես դում եք դեպրության Դապսի ոչնար Նոր պայքարի ողջայության Հարգելի վաղաշապատներ, Արագածի սիրելի բնակիչներ, Արագածը հերոսացին գյուղ է, բայց հիմա ձեր գյուղը ուզում են դարձնել ուրացողի գյուղ։ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններին մասնակցում է ուրացողների դաշինքով։ Մեկը սեփական հոր վաստակն է ուրացել, դա Արգիշտի Մեխակյանն է, մյուսն է սեփական եղբոր հիշատակն է ուրացել։ Դա տղահրճակ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է, իր փոքրիկ մատնիչ եւ ստադրիչ դրասոյով։ Ես մի քանի հրետորական հարց եմ ուզում հնչեցնել Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյան, դու ես համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, որ քո հոր ազատագրած Արցախը թող երևի Հայաստանի վզին։ Արգիշտի Մեխակյան, դու ես համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, որ մենք է հարձակվել հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Արգիշտի Մեխակյան, դու ես համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, որ մենք մեր հիշողությունից պիտի ջնջենք հայոց դեպասպանությունը, մեր պատմությունը, Արարատ լեռը, պահանջատիրությունը։ Արգիշտի Մեխակյան, դու ես համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, որ մենք պետք է խաչ քաշենք մեր պատմական հայրենիքի վրա, այն հայրենիքի, որի մասին երազում է քո հայրը, ով ասում է, որ որդիս պետք է զոհվի բանում, իսկ թորս մեծ հայքում։ Իրականում սրանք հրետորական հարցեր են, որովհետև Արգիշտի Մեխակյանը ուրացել է սեփական հերոս հորը եւ որպեսզի քաղաքական հայր է ճանաչել դավաճան Նիկոլ Փաշինյանին։ Արագածի հարգելի բնակիչներ, ընդհանրապես այսպիսի խոսք կա, ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց տվյալ դեպքում պտուղը ծառից այնքան է հեռու ընկել, որ գնացել է, գլորվել է եւ մտել է Նիկոլ Փաշինյանի թեշերի տակ։ Այն Նիկոլ Փաշինյանի թեշերի տակ, որ ինքն էլ վախից գնացել եւ պահկվել է Էրդողանի ու Ալիևի թեշերի տակ։ Բայց եթե այդքան դուխով եք, մի հատ էլ դուխով գլխարկները ձեր պահած դարակներից հանեք, դրեք ու եկեք ներկայացեք Վաղաշապատում։ Թե լավ գիտեք ինչ, խայտարակ վարկանիշ ունեք, թե Վաղաշապատում, թե ընդհանրապես ամբողջ հանրապետությունում եւ իրականում ժողովուրդը ինչ է մտածում ձեր մասին։ Դրա համար էլ
Արցախցին ունի հասին եւ արժանապատվություն։ Գնացեք ընտրատեղ համաս եւ ցույց տվեք, որ դուք մերժում եք ունեցողների դաշինքին։ Գնացեք ընտրատեղ համաս եւ ցույց տվեք, որ Արցախը ոչ թե Թավջանի, ոչ թե ունեցողի, այլ հերոսի գյուղ է։ Գնացեք ընտրատեղ համաս եւ քաղաքական ապկապ հասցրեք այս ունեցողների, սադրիչների, մատնիչների, այս սրախոսների դաշինքին։ Գնացեք ընտրատեղ համաս եւ կատարեք ճիշտ ընտրություն։ Մայր Հայաստան, Համաչոր, Մայր Հայաստան։ Այդացի հարգելի բնակիչներ, ձեզ Մայր Հայաստանն է ողջունում։ Մենք թիվով կրաթերթիկն ենք, անպայման գնացեք ընտրատեղամաս, անպայման մասնակցեք ընտրություններին, անպայման մասնակցեք ընտրություններին, որ ինչ-որ մարդիկ կյանքը հայրենիքին նվիրած իրենց հարազատի անունը չկապիտալիզացնեն, դառնան պատեհապաշտ կարիերիստ ու ձեր փողոցները մնան այս վիճակում։ Արգիշտի Մեխակյան, դու ամոթից գետինը չես մտնում, իբր խոյ համայնքը, ես իմ ինչ ես արել, հիմա են գնում ես ուզում ես խոշորացված Հանրաշաբաթ համայնքինը դառնաս, ուրեմն, Մայր Հայաստան! Մայր Հայաստան! Մայր Հայաստան! Համաչոր! Սիրելի ձեր արենակիցներ, ուրեմն երբ որ այդ մարդը էլի իր հոր անունը թափարելով կգա ձեր դուրը, հələ մի անգամ հարցրեք, երբ որ Արգիշտի Մեխակյանը կգա ձեր դուրը և հոր անունը տալով կմենք խնդրի ձեզանից, հələ մի հատ կհարցնեք, կասեք մինչև 18 թիվը, դու քաղաքացիական պայմանագրի հետ ինչ կապ ունեիք, այդ կուսակցությունը, որ քեզ առաջադրել է, դու այդ կուսակցության տեղը երբանից ես իմանում, այդ մարդը Արգիշտի Մեխակյանը նախկին իշխանությունների օրոքել, լոյալ, կամակատար, պաշտոնյա, ոչնչով ասկի չնգած, կարիերայի հետևից ընգած, էլի հոր խաթել նախկինների օրոք բարեհաճության արժանացած, էդ է եղել էդ մարդու կենսագրությունը, ոչ մի բանով աչքի չինգել, հիմա նույնը այսօր, են պարացքային կառավարման նախարարներ, որ ասենք ճամարտակում է Մայր Հայաստանի հասցեին, նրան էլ հարցրեք, ասեք, դուք այդ կուսակցության հետ ինչ կապ եք ունեցել, երկուսն էլ միջին, վիճակագրական պատեհապաշտներ են, դրանք այդքան պլոճիկ կարային ունենային, երբևէ ընդդիմություն լեին, ով եղավ իշխանություն, դրանք օգնել եղել ու լինելու միշտ, բայց Մայր Հայաստանի պարագայում այդ պատեհապաշտներին տեղ չեք տալու, թող ամեն մեկի արժանից զբաղմունքով զբաղվի։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, որևիցե մեկը, երբ որ կգա իմ ձեր դուրը կթակի և քվեկը հայցի,
Նա դնուշատի նայեք այդ մարդը անձամբ ինքը, ինքն իրենով, կյանքում ինչի է հասել։ Ինքն շնորհքով, ինքն կրթությունով, ինքն մակարդակով, մի 10 հոգու ղեկավարած կա, 2 կոպեկի հարկ բուծած կա այս երկրին, մի արժեք ստեղծած կա, երկրի համար ճակատագրական պահի մի պատասխանատվություն ստացած կա, թե իրար բանի համար են մենակ կոստյում, սպիտակ օձիկ, կաբինետ, կարիերան, ծառայողական մեքենա, մենշևիկները գնան գլխարկը փոխել իմ այլ բոլշևիկների հետ նստեն տարբեր աթոռներին, այդ կարգի մարդիկ չարիք են, այդ կարգի մարդիկ չարորակ ուռուցքի մետաստազներ են, ովքեր քայքայում են, ովքեր սնուցում են պատեհապաշտությունը, կարիերիզմը և կապիտալեզացում են իրենց հարազատի անմահ արունը։ Այդ մարդիկ անելիք չունեն այս երկրում, այդ մարդիկ իրավունք չունեն ոչ մի բարձր հավակնություն ունենալու, այդ մարդիկ պիտի երիցս մերժված լինեն, որ առաջին հերթին այս փողոցները այս վիճակում չպահեն։ Բանիկ, Բանիկ խանդարում, անենք ասատ անենք այս փողոցները, խոշորացված համայնքի ղեկավար եղած ժամանակ, բայց ինչի չեք արել։ Քեզ անուններ եք ուզում դնել դժգույն ու դժբախտ, որ ես էլ հանձնեք։ Դա ձեր մոտ լավ է ստացվում։ Բայց не тут-то было. Գոյություն ունի Մայր Հայաստանը, որը ցես բերել է շատ լավ փայլուն առաջարկ։ Գնացեք ընտրատեղամաս, մասնակցեք ընտրություններին եւ ձեր ձայնը տվեք արժանապատիվ եւ ճանապարհացած մարդկանց։ Այլ ոչ թե այն կուսակցությանը, որը 4 կարգի ցորեն է բերում թուրքի տարածքով, ուրախանում է, մեկ էլ որ ասում են դա անաստնակերը, ասում է ոչինչ, մենք կուտենք։ Դուք բերեք, դուք կերեք այդ անաստնակերը։ Դուք դա ձեր համար եք բերել, եթե դուք դա համարում եք նորմալ։ Եթե դուք պատրաստ եք թուրքին տարածք զիջել, բայց թուրքի տարածքով 4 կարգի ցորը բերելուց հպարտանալ, նշանակում է դուք խոլերա եք, որին պետք է մաքրել ամբողջ հանրապետությունով Այրումից մինչև Մեղրի, Գյումրիից մինչև Գեղարքունի։ Այդ խաչով հատվածով պետք է ձեր նման արևահաճո հացկատակներին վռնդել պաշտոններից ու դա սկսել է վաղ շաբաթից որպես վերջին արան ամբողջանալու առաջիկա ընտրություններով։ Դրա համար կոչ ենք անում գնացել ընտրատեղամաս եւ ձայնը տալ Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան։ Համարչոս։ Համարչոս։ Մայր Հայաստան։ Միացի։ Ողողե։ Միացի։ Ողողե։ Միացի։ Ողողե։ Արագացի, անգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, հրաթերթիկ համարչոց, մենք ես կոչ ենք անում, հատկապես Արագածում պատմության աղբանոց ուղարկել քաղաքացիական պայմանագրին, որովհետև ձեր արժանի գյուղը, արժանի զավակ է տվել Իդեմս Մեխակ Մեխակյանի, բայց մենք հիմա ունենք նրա անարժան հետևորդը, որը ուրացել է սեփական հորանցած ճանապարհը, ուրացել է մեր Արցախը, ուրացել է մեր Արարատը, ուրանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Դուք հնարավորություն ունեք մերժելու այս անարժանների, ուրացողների, մատնիչների դաշինքին, սրանք կեղծ գործեր կարողներ են և մենք ողջում ենք ձեզ Մայր ջան, ողջում ենք և մենք ձեզ կոչ ենք անում արժանի պատասխան տալ այս ուրացմանը, արժանի պատասխան տալ այս կեղծ հետապնդումներին։ Նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քրեի ուժով ձևավորեք նոր իշխանություն, իդեմս Մայր Հայաստանի, Մայր Հայաստան, Համարչոս, Համարչոս, Մայր Հայաստան, միացիր, ողողե, միացիր, ողողե, Արագածի արգելի ժողովուրդ, ձեր վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Այսօր վաղաշաբաթը դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը, ողջունում ենք ձեզ, բարեցես։ Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը, որովհետև վաղաշաբաթի ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն։ Համապետական մասշտաբով
Այս իշխանություններին մերժելուց առաջ դուք պետք է մերժեք քաղաքացիական պայմանագրին հենց վաղ շաբաթում։ Դա շատ խորհրդանշական կլինի։ Այդ մերժումով մենք կկարողանանք ձևավորել նոր ազգային իշխանություն։ Մենք ցույց կտանք ամբողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը չի ընդունում այս սրբապիղծների դաշինքին, չի ընդունում կեղծ պատարակները եւ քվեարկում է իրոքուտ նոր ազգային իշխանության։ Հարգելի հայրենակիցներ, շատ կարևոր է ձեր մասնակցությունը ընտրությանը, շատ կարևոր է ձեր քվեարկությունը, ձեր քվեարկությամբ ձևավորվելու է նոր իշխանություն, որը փոփոխություն կբերի յուղի կյանքում, համայնքի կյանքում եւ պետության կյանքում։ Շատ կարևոր է, որպեսզի մենք միասնական ջանքերով մերժենք այս թրքահաճո, ադրբեջանահաճո իշխանությանը եւ կարողանանք անել ամեն ինչ, որ օրինակ գյուղացին հարձակումների չենթարկվի, որ ջերմոցների համար կամայական թվեր եւ գերբարձր թվեր չսահմանվեն։ Հայաստանը դեմ է այդ մոտեցմանը եւ ամեն ինչ անելու է, որպեսզի գյուղացին ամենանվազագույն գներով, մատչելի տարբերակով օրինականացնի ջերմոցները։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի մանկապարտեզները լինեն անվճար։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի այսպիսի խայտարակ ճանապարհներ չունենանք։ Եվ ասֆալտապատումը լինի ոչ թե գովազդային արշավ, այլ մեր կյանքը բարելավող հնարավորություն։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի տրանսպորտային ցանցը բարելավվի եւ չլինեն գյուղեր, որտեղից օրինակ կիրակի օրերին կամ այլ օրերին մարդիկ հնարավորություն չունենան տեղափոխվել Էջմիածին։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի քաղաքական շներից մաքրենք մեր համայնքը եւ լուծենք օրինակ Էջմիածնի թափառող շների խնդիրները։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի աշխարհը տեսնի, որ հայ ժողովուրդը արժանապատվություն ունի եւ կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը, որը նրանից խլել են Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը։ Եվ ի վերջո, Արագածը պետք է մասնակցի ընտրությանը եւ քվեարկի, որպեսզի իր վրայից մաքրի այդ ուրացող տղայի խարանը, որովհետև այս գյուղը մեծ հերոս է տվել, չպետք է տա նաև մեծ ուրացողի։ Մենք ուրացողների, սրբապիղծների, մատնիչների դաշինքի դեմ ենք։ Մայր Հայաստանը օրվա իշխանության թիմ 1 գաղափարական ընդդիմախոս է եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վաղաշաբաթում ձևավորվի նոր ազգային իշխանություն։ Մենք այլընտրանք ենք այս համակարգին։ Մենք դուրս ենք նախկինի ու ներկայի կեղծ բանավեճից։ Մենք ինքնուրույն այլընտրանքային ուժ ենք եւ պատրաստ ենք ստանձնել միավորողի, կոնսոլիդացնողի մերանի դերակատարում եւ ձևավորել արդյունավետ իշխանություն։ Մենք ակնկալում ենք, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը ամեն ինչ պետք է անի, որպեսզի ԿՊ-ն իշխանազրկվի վաղարշապատում։ Այս առումով մենք գաղափարական ու ծրագրային առաջամարտիկն ենք։ Մայր Հայաստանը դրոշակակիրն է փոփոխությունների եւ այդ փոփոխությունների հիմքում ժողովրդի միասնական կամքն է։ Ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ Մայր Հայաստանը ապավինում է ժողովրդի աջակցությանը։ Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Միացիր Որ փոխենք Միացիր Որ փոխենք Դեպրության, դարձի կոչնար, նոր
Սուրբիմ էջմիածին Մայր Հայաստան Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Միացին որ փոխենք Դավիթ Կարապետյան, Հովսինե Կոկաչյան, Քրեատիվ Համար 4 միացիր, որ փոխենք Արագացի հարգելի բնակիչներ Ձեր ողջունում է Հայր Հայաստանը Մենք մեր ասելիքը չենք թաքցնում Մենք մեր թիմը չենք թաքցնում Մենք չենք թաքնվում փոքրիկ լոգոտիպերի հետևում Մենք չենք թաքնվում այլոց ծրագրերի հետևում Մենք պաշտպանատով ամբողջ թիմով ներգրավել ենք վաղաշաբաթի ընտրություններին եւ մեր ասելիքը ձեզ ենք ներկայացնում ուղիղ շփումների միջոցով։ Մենք չենք ամաչում մեր անցյալից։ Մենք խոսք ունենք ձեզ ասելու։ Թող ամաչեն նրանք, ովքեր թաքնվում են։ Երբ ընտրաշավը նոր է սկսել, ԿՊ-ի դրածոն ինչ-որ բամբասանքային լուրեր էր տարածում մեր Դավիթ Կարապետյանի հասցեին։ Երբ որ հնչեց արի դեմարդեմ ուղիղ եթերում բանավիճենք առաջարկը, այդ դրածոն հրաժարվեց այդ առաջարկից։ Բայց եթե ասելիք ունեիք, գայք ասեիք, այլ ոչ թե թամաշա շոուներին մասնակցեք։ Եթե ձեր շեֆը, այդ չկայացած ֆյուրերիկը ասելիք ունի, թող գա վաղաշաբաթցիների առաջ ներկայանա, բայց ինչ եք թաքնվել, ինչու բնբուն չեք կտրում, բլբուր ավելի ճիշտ, ինչու չեք խոսում, 18 թվականին Երևանի ընտրությանը բոլորին քցել էիր մի կողմ, ինքդ անձամբ տանում էիր Նիկոլ այդ քարոզարշավը, որովհետև այն ժամանակ մարդիկ հլը էյֆորիայի մեջ էին, չգիտեին դու ով ես, դրաշիտ հետևը թաքնված, ինչ-որ բաներ էիր խոսում, ինչ-որ ասֆալտին էիր փռում, ինչ-որ պատերին էիր ծեփում, հիմա ինքդ ծեփված ես թուրք ադրբեջանական պատերին, ողջունում ենք ձեզ, և ասելիք չունես, դրա համար արդեն թաքնվում ես այսպես կոչված ուժայինների հետևում ու փորձում ես գործեր կարել։ Վաղաշաբաթցիներին էլ դեմ ես տվել մեկին, ով հոր անցած ճանապարհն է ուրացել, ով անպատասխանատու հայտարարություն է անում, թե նախկին ԿՊԱ-ականների արածների համար ինքը որևէ պատասխան չունի տալու։ Հավոր վաղը, հենց վաղը, սա փոխվի, այդ դրան էլ եք ուրանալու, չնայած զարմանալի չէ, ուրացողների դաշինքից այլ բան սպասել չի էլ կարելի։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ ցանկացած պահի կարող է ուրանալ եւ իր թիմակիցներին եւ իր հայրենիքը։ Իսկ որ անասնակերով հրճվել են, փաստորեն ձեր կյանքի նպատակն այն էր, որ Արցախը հանձնեիք, Արցախից հորեն մեր հետը
այդ հսկայական մեր պաշարներն էլ հետը ու հետո ժողովրդին հիմարի տեղ դրած ասեք, որ ուրախացեք, որ Ադրբեջանի ճանապարհով ցորեն է գալիս, հա, դա է ձեր նպատակը։ Ուրեմն մեր ժողովուրդն էլ իր նպատակը պետք է իրագործի։ Պետք է ներժի այս ուրացողների դաշինքին եւ վրընդի նրանց համ Արագածից, համ Վաղարշապատից, համ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից։ Դրա համար Մայր Հայաստանը եկել է իր դեմքով, իր ծրագրերով, իր թիմակիցներով ձեզ է ներկայանում, որովհետև մենք չենք ամաչելու ոչ մեր ծրագրերից, ոչ մեր թիմից, ոչ մեր գաղափարներից, ու դրա համար կոչ ենք անում ձեզ քվեարկել Մայր Հայաստանի օգտին։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք։ Համար 4, Մայր Հայաստան, It's me, I see, in my Հայաստան Հարաշապան, ոստանն ես դու մեր դեպրության Դապսի ոչնան, նոր պայքարի ողջայության Մայր Հայաստան, Յասին, Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4 Շորջան ողջունում են ձեզ, սիրելի արագաստիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, անպայման մասնակցեք ընտրությանը, անպայման, եկեք նա ձեզ ողջունեն, Նայեք, բոլորը համար 4 են, եկեք ծապ տանք անտ էլ ասա Արարատ Արագացի Արարատն է Կարող է շոպան արտասան Վեչ է, արինատ բան արտասան Հլը բոքսի Ամանչում ես, ուզում ես ասը ֆրան Էլա, հաջող, մենք են եք համարում, չետի կարա, վսյո, ծապարություն երեխում։ Ասա հաջողություն չէ։ Ապրև, կամ եղնիկ։ Շորջան, բոլորիս համար արժանապատվության խնդիր է, հենց Արագածում քաղաքացիական պայմանագրի պատասխանը տալը, որ իրանք իմանան, որ այդպես չի, որ հանում պաշտոնի, փողի, թալանի, կոռուպցիայի կարելի է ուրանալ ու այդ ամեն ինչը մարսել, ինչին եք ուրացող ժողովուրդ եք, ես ինչ վիճակի մեջ ենք գծել մեր ժողովրդին, որ վախի մտնորով ստեղծելով ուզում են ձայներ հավաքել, չեք էլ ամանչում, մարդիկ գալիս են հանդիպումների աշխատանքից հանում եք,
սպառում եք, որ կհանեք, հետո վարչական ռեսուրս եք կիրառում, չգիտեմ որտեղից մարդկանց բերում եք ձեր հավաքներին, ասում եք այդ գյուղի բնակիչներ են, մենք օրինակ չեք քաղցնում, ասում եք ամբողջ թիմով եկել եք, Երևանից, Գյումրիից, Կիրովականից, մյուս տեղերից, ասում եք եկել եք, մենք քաղցնելու բան չունենք, մեր էշնասնի թիմը ամբողջ կազմում մասնակցում է հանդիպումներին, մենք չենք ամանչում, դուք ամանչեք, որ ցույց տալու բան չունենք, որ Արագածը պետք է մասնակցի ընտրությանը եւ իր պատասխանը տա այս ամենին, մենք կասկած չունենք, բարդ ես հայրիկը։ Մենք վստահ ենք, որ դուք ձեր խոսքը ասելու եք նոյեմբերի 16-ին, որ Արագածը ցույց է տալու, որ ինքը մերժում է ուրացումը, մատնագրերի ներկայացումը, կեղծ պատարագները, Արարատի ուրացումը, Արցախի ուրացումը, մեր Հայաստանի տարածքների ուրացումը եւ ընդհանրապես մերժում են քրքացումը։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քրեաթերթիկը համար 4-ն է եւ մենք դες կոչ ենք անում քվեարկության օրը միանալ մեզ, միանալ մեր պայքարի եւ ձևավորել ազգային նոր իշխանություն։ Միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Մայր Հայաստան! Համար 4! Համար 4! Մայր Հայաստան! Սերին վարաշապատ սուրին էչ միացի իմ այ Հայաստան Վարաշապատ ոստան ես դում է դեպրության դապսիտ կոչնակ նոր պայքարի ողջայության Merci շատ։ Արագած գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։ Մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք։ Ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին։ Միացեք մեզ, որ փոխենք այսօրվա իշխանությանը։ Միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Մայր Հայաստան! Համար 4! Համար 4! Մայր Հայաստան! Հայր ջան բարդ ես։ Լավ եղեք։ Come stand over there.
Ալեքսանյան եկել է ժամը փոխաչի շուշնիության որպեսզի այլևս առանց ասֆալտի չմնան ձեր ճանապարհները։ Սիրելի հայրենակիցներ, ամեն օր որ դուք մանկապարտեզ կամ դպրոց եք ուղեկցում ձեր երեխաներին այս խայտառակ ճանապարհով, ինչ եք մտածում։ Մտածում եք, որ քաղաքացիական պայմանագիրը ու Նիկոլը կրկին պետբյուջեից հերթական գումարները դուրս են գրել, մսխել են, իրենց գրպաններն են լցրել, բայց ձեր համար ուրիշ տեղերից ասֆալտի կրճոններ են բերել կամ քիչ են բերել լցրել, որ նորից ցեղակոլոր վիճակում երեխաները գնան դպրոց, մյուսներն են մանկապարտեզ։ Այս խայտառակ իրավիճակը պետք է փոխել։ Եվ Արգիշտի Մեխակյան, սա քեզ համար մեռներում հավասար է։ Դու ավելի լավ է մեռնեի, քան այս գյուղը այս վիճակում լիներ։ Դու ուրացել ես քո հոր արարքը, հերոսությունները։ Եվ եթե դու մի քիչ տղամարդկություն ու թասիք ունենայիր Արգիշտի Մեխակյան, դու հենց այսօր քո տեխնատությունը կհանեիր եւ այդ ուրացողների դաշինքից հնարավորինս հեռու կգնայիր։ Կգնայիր հորը Սուրբ Գերեզմանի առջև կմեղանչեիր ու կփորձեիր դարձի գալ։ Կգնայիր հայ առաքելական եկեղեցում, մայրաթով Սուրբ Էջմիածնում, մոտ կվարեիր, ներում կխնդրեիր ու կփորձեիր դարձի գալ։ Մտածիր ես ամենի մասին, երբ որ ինքդ քո առջև մենակ ես լինում ու փորձում ես հորդ հետ որևէ խոսք փոխանակել քո մտքում։ Ամոթ է։ Հերոսի զավակը այս վիճակում քաղաքացիական պայմանագրի կողմից չի առաջադրվի։ Արցախը ուրացողի, Արցախը ծախողի կողքը չի կանգնի։ Տեսնում ես, որ Նիկոլ Փաշինյանը ամաչում է իր դեմքով գալ Վաղարշապատ խոշորացված համայնքի մեր ընտրողներին ներկայանալ։ Ամաչում է եւ վախենում է, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ ինքը խաղացել է էմոցիաների հետ, ձեռք է բերել մեր երկրի իշխանությունը եւ հնարավորինս եւ թալանել է, եւ կեղեքում է, եւ մեր սահմաններն է փոքրացնում։ Արգիշտի Մեխակյան, ոչ եմ անում քեզ հենց այսօր տեխնատությունը հանել, գնալ մոմ վառել եւ փորձել դարձի գալ։ Մի ուրացիր հերոս հորդ արարքը։ Ի վերջո մենք տեսնում ենք ԿՊ-ի դեմքը հենց քո հայրական գյուղում։ Այս գյուղում ճանապարհները վառ ապացույցն են, թե ինչպես է ԿՊ-ն ու Նիկոլը վերաբերվում այս գյուղի բնակիչներին։ Տեսնում ենք, թե ինչպես է դու վերաբերվում այս մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն չկա։ Իրենք են իրենց աղքատիկ խեղճ ու կրակ կենսաթոշակը, աղքատիկ խեղճ ու կրակ մանկավարժի աշխատավարձը ու ցեխոտ ճանապարհներով գյուղական ցեխոտ ձեր կողմից ցեխոտ դարձրած ճանապարհներով քանդված ու քարափ եղած դպրոցներում դասերը։ Որտեղ փորձում ես ուրանալ մեր պատմությունը, փորձում եք ուրանալ Մեսրոպ Մաշտոցին եւ արդեն հասել եք մեր ինքնության կարևոր ինստիտուտներից հայ առաքելական Սուրբ Եկեղեցու։ Արգիշտի Մեխակյան, դու վերադարձիր քո հորը եւ հանիր տեխնազությունը։ Հանիր տեխնազությունը փրկի հորդ պատիվը։ Մեխակ Մեխակյանը արժանի չէ քո նման ուրացող վաստակ ունենալու։ Այս գյուղը նույնպես
արժանի չէ քո նման ուրացողի։ Դու արժանի չես այս հերոս ծնած գյուղին, հեռացիր քաղաքականությունից, փրկիր հորդ պատիվը։ Եվ սիրելիներս հիշեցնում եմ, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկում համար 4-ն է, Մայր Հայաստանը ներկայացնում է իր սեփական ծրագրերը, որոնք վերաբերվում են հենց ձեզ, սիրելիներս, սիրելի Արագած գյուղի բնակիչներ։ Ձեր ճանապարհները առաջին հերթին պետք է ասֆալտապատվեն եւ հնարավորինս բարեկարգվեն։ Մանկապարտեզները պետք է լինեն անվճար։ Ջերմոցային տնտեսությունները չպետք է մնան միայնակ իրենց խնդիրների առջև։ Մայր Հայաստանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին է, հայ մարդու կողքին է, արարող Հայաստանը շենացնող գյուղացու կողքին է եւ Մայր Հայաստանը կոչ է անում ճիշտ ընտրություն կատարել։ Կատարել ընտրություն հանուն ձեր խղճի, որպեսզի կարողանաք սիրելիներս ձեր երեխաների աչքերի մեջ նայել ու չասել, որ գիտեք, մենք ընտրեցինք ՔՊ-ին, որպեսզի աշխատանքից չհանեին պապային, հոպարին, քեռու կնոջը, բայց այսօր Արցախցու ճակատագրով Արագածն էլ ճանաչել է Նիկոլը, դժբախտ ու դժգույն ու տալիս է, որովհետև ես սխալ ընտրություն եմ արել։ Էնպես որ սիրելիներս ճիշտ ընտրություն կանեք, երբեք թույլ չտաք, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքն էլ արժանանա Արցախի ճակատագրին ու ինչ-որ մեկը, ով դասալիք է եւ թերուս, եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին է սոսնձվել, համարձակվի ասել, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքն էլ դժբախտ է ու դժգույն, պետք է տանք Ալիևին։ Էնպես որ ճիշտ ընտրություն արեք, քվեախցիկում դուք եք որոշողը, վաղը Հայաստանի Հանրապետություն ունենալու ենք թե ոչ։ Քվեախցիկում դուք մենակ եք։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Միացեք, որ փոխենք։ Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4։ Միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին, էչ միացիկ, իմ Մայր Հայաստան։ Վաղաշապատ, ոստանես դում են դեպրության, տապսիտ կոչնան, նոր պայքարի ողջայության։ Արագածի սիրելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Մենք այս ընթացքում քայլեցինք գյուղամիջով եւ մեր ասելիքը ասեցինք։ Մենք հարցնելու բան չունենք։ Մեր վերաբերմունքը քաղաքացիական պայմանագրի, նրա դրածոյի եւ կցվածքների վերաբերյալ գաղտնիք չէ։ Մենք մեր ասեցինք
վաղաշապատցիներից ակնկալում ենք իրենց խոսքը, իրենց քվեարկությունը եւ մենք հնարավորություն պետք է ունենանք բոլորովս ամսի 17-ին արդեն մաքրագործված մտնել համայնքային կյանքի, պետական կյանքի մեջ։ Նոյեմբերի 16-ի քվեարկությունը այդ առումով շատ կարևոր է։ Դուք ձևավորելու եք նոր ազգային իշխանություն։ Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ, ժողովուրդ ջան։ Ձեզ լավոր։ Մենք Մայր Հայաստանն ենք, քվեաթերթիկ համար 4 եւ ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրության։ Խնդրեմ բուկլետներ տալ, որպեսզի մեր ժողովուրդը ծանոթանա ծրագրերին։ Անպայման մասնակցեք հայերի ջան, դուք անպայման մասնակցեք, եկեք ողջունենք մեր Ramadan sevgilim İstanbul'dan. եկեք մեր անգելինային ծափարենք։ Իրարետ միասնաբար, մեր հայրիկին է ծափարենք ու շարժվենք։ Ես հավատան եմ, 100 տարվա տունը, հոսանք չեն տալիս։ Հոսանքը ամեն ինչ եղել է, հիմա հոսանք չասում, աբանում են չունես։ Չեկել է ձերս, ասենք 90 տարի կետա։ Մեկը կցում է վեցամորի վրա, մեկը կցում է իշխնյազի վրա, չկա։ Անտերանոց են սա։ Բրլերի մանտերը, բայց մենք իշխանություն չի։ Դրա համար է պետք է սրանց վրընդենք, որ կանեն։ Նույնն է ջրագիծը։ Մինչև հասանք նախարարություն ջուր չտվին։ Հասանք, ընդ ասում են 100 տարվա տուն, դա հողամաս ուսի, թե ջուր ենք ունեցել, ամեն ինչ ունեցել։ Հիմա նոր եկել են բեր տեղադրում են, նոր մինչև հասանք նախարարություն դորեկան ասում։ Այախներ չգիտեմ ոնց ինչա, ասար ես ոչ իշխանությունա ոչ բան, ամեն ինչը թանկացրել է վերվերեն, ասես խեղդում է, մի հատ հոսանքի աբանոնակի համար 260,000 փող ուզում, 60,000 են, խից վարկ 260։ Այսօր ինչ աշխատավարձ ես տալիս, ինչ թոշակ ես տալիս, կամ ինչ ես տալիս, որ այս քանել բարձրացրել ես ընկանել։ Նույնը ոնց որ մենք լսեցինք ջերմոցների համար են ասում։ Հա ջերմոցները հիմա ջերմոց սարքես հանցագործան, չգիտեմ 100,000 փող ուզես որ ջերմոց։ Այդ տնամերների ջերմոցները Դες տնամերների ջերմոցների մասին է խոսքը։ Հենց հիմա հայատում մի հատ մեծ ջերմոցների սարքել, գիտեմ 100,000 փող ուզել որ Դե մենք այս առումով ասել ենք, որ դեմ ենք έτσι, հա, որ դες ասում։ Նույնս որ կարդացեք անպայման եղավ ցավը Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն, ոչ շնորհակալություն։ Արագացի հարգելի բնակիչներ, մենք ձեզ կոչ ենք անում, անպայման մասնակցել ընտրությանը, անպայման, ձեր ձայնը շատ կարևոր է, ձեր քվեով ձևավորելու ենք նոր իշխանություն և ազատվելու ենք միասնական ջանքերով ազատվելու ենք այս ադրբեջանահաճո սրբապիղծ իշխանություններից։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք թիվ 4-ն ենք։ Նոյեմբերի 16 վաղաշաբաթ համայնք անպայման մասնակցեք ընտրությանից։ Նրանք ովքեր նոր են հետևում նաև մեզ համացանցով, տեղեկացնենք, որ մենք Արագած գյուղում ենք և այս գյուղը շատ լուրջ անելիք ունի, որպեսզի իր վրայից քերի այն խարանը, որ ուզում են իր վրա թողնել ԿՊՆ ու իր խմբակը։ Մենք պետք է մերժենք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին և ձևավորենք նոր իշխանություն իդեմս Մայր Հայաստանի։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Մենք բոլորս միասին նոյեմբերի 16-ին պետք է անպայման մասնակցենք ընտրություններին և վերջ դնենք քաղաքացիական պայմանագիր կոչվածի իշխանությանը։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք այս իշխանության թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն ենք
եւ ձեզ կոչ ենք անում միանալ մեր պայքարին եւ ձեր քվեարկությամբ, քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, փոխենք, միացիր։ փոխենք։ Արգելի հետևորդներ, մենք ներկայացնենք, որ արագացում ենք եւ դեպքերին ներկայացրեցինք մեր մոտեցումները, այս պայն ուղղակի եթերը կդադարեցնենք, կարծում ենք, որ շատ կարևոր ուղերձներ էր, որ հղեցինք Արագածի բնակիչներին, նաև վաղաշապատիներին, որպեսզի նրանք մերժեն այս ուրացողների դաշինքին եւ քվեարկեն ազգային ուժերի, մասնավորապես Մայր Հայաստանի օգտին։ Առայժմ կլինենք կապի մեջ։